Norquis Batista, Juan Pablo Nava, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ։ Մենք փողոցում կայթում ենք բոլորս անխտիր։ Դրա համար եկեք շարունակենք նույն պատմությունը կրկնել, եկեք չմատնենք մեզ։ Contar la misma historia y no contradecirnos. Այո, Տոնի, բայց դու գիտես, որ շատերն են սկսել հարց ու փորձանել հետաքրքրվել անցյալով։ Հնարավոր է, որ գաղտնիքն այլ ճանապարհով իմացվի։ No precisamente por la de nosotros tres. Յոլանդան իրավացի է, պարոն Տոնի։ Հենց մեկը Աուրելիոն վանականի հայտնվելուց ի վեր նա անընդհատ հարցնում է անցյալի մասին։ Ոչ մի դեպքում։ Ասում եք, ոչ մի դեպքում Աուրելիոն հարցնի, թե ուրիշը միևնույն է, ոչ ոքի ոչ մի խոսք չպետք է ասեք։ Այդ հարցը փակված է, Յոլանդա։ Դու ոչ մի բանից տեղյակ չես, երկուսդ էլ ոչինչ չգիտեք, ոչինչ։ Չգիտեմ, բայց ներքին ձայնս հուշում է ինձ, որ վանականը գիտի այդ մասին։ Անցյալից տեղյակ եւս մեկ անձնավորություն կա։ Նա էլ գիտի այդ ամբողջ պատմությունը, եւ այդ մարդը Վալենտինոն է։ Սարուծոր մի ինքեր, Յոլանդա, ինչ ես ուզում ասել։ Մտածում եմ, որ Վալենտինոն եկել է, որպեսզի վրեժ լուծի Հելենայի մահվան համար։ Գրողը տանի հրաշալի է, Կոնստանսա։ Շնորհավորում եմ ձեզ նշանադրության կապակցությամբ։ Ես իսկապես անակնկալի եկա։ Այո, ես նույնպես։ Լավ, դեռ մի քանի նկարներ կան վաճառքի հանված։ Չնայած դու հիմա միլիոնատեր ես ու պատրաստվում ես Վալենտինոյի հետ ամուսնանալ։ Ենթադրում եմ, որ նա քեզ կհրավիրի իր տանն ապրել, կամ ավելի ճիշտ առանձնատուն կգնի քեզ համար։ Այնպես որ կարիք չկա, որ մնացած իրերն էլ վաճառես։ Ոչ, բացարձակապես ոչ։ Ես թքածում եմ այդ իրերի վրա։ Ինչ ուզում ես արա դրանց հետ, այո։ Դե լավ, ինչ ասեմ, ձեզ երջանկություն եմ մաղթում։ Առայժմ։ Աստծո սիրուն Կոնստանսա, ինչպես համարձակվեցիր Բրոմելիային ասել, որ մենք պատրաստվում ենք ամուսնանալ։ Խելագարվել ես ինչ է։ Վալենտինո, սպասիր, մի բարկացիր ինձ վրա։ Պարզապես ոչ ոք չպետք է իմանա, որ ես եմ Երազների խաչի պաշտոնական ժառանգորդը։ Դա ընդամենը չնչին սուտ էր, որն ի դեպ կարող է իրականանալ։ Ոչ, Եթե դու ցանկանաս։ ոչ, Կոնստանսա, մենք արդեն խոսել ենք այդ մասին ու այն էլ բավականին բացահայտ։ Մենք չենք կարող ամուսնանալ։ Հասկացիր, ոչ մի դեպքում։ Դա ինձ համար արդեն նշանակություն չունի հիմար։ Ինձ ոչ մի միլիոնատեր էլ հարկավոր չէ, որովհետև ես Կոնստանսա Բորովսկին եմ, Երազների խաչի սեփականատերը։ Չլինի Բրոմելյանը, ինչ ծանծրալի է։ Ագրիպինա, ինչպիսի անակնկալ, ներս արի։ Ակվիլես, ներիր ինձ, որ առանց զանգելու եկա։ Ոչ, խնդրում եմ, դու կարող ես ցանկացած ժամանակ այստեղ գալ, նստիր խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Տանը նստած էի տեքրս, ու հետո դուրս եկա մի փոքր զբոսնելու և որոշեցի այցելել քեզ։ Դե, միգուցե գուշակել ես, որ միտքս քեզ հետ է, որովհետև վերջերս անընդհատ քո մասին եմ մտածում։ Ախ, տեքրս այդպես մի ասա, թե չէ կզղջամ, որ այստեղ եմ եկել։ Ոչ, հանգստացիր, խոստանում եմ, որ ինձ լավ կպահեմ։ Ճիշտ ասած ես նկարում էի, ուզում ուրվակիցը տեսնել, ներս արի, ես այստեղ մի քանի գեղեցիկ նկարներ ունեմ, արի ցույց տամ քեզ։ Հրաշալի բնակարան է, չէ՞։ Հիմա այդ նկարների վրա եմ աշխատում, տես սա է։ Ոչ, բայց այդմոցով նկարի գույները կարող ես չտեսնել, ոչ էլ պատկերը, խնդրում եմ, հանիր ակնոցը։ Բանն այն է, Ակվիլես, ուղղակի լույսը վատ է անդրադառնում աչքերիս վրա, չեմ կարող։ Խնդրում եմ, իսկ Աստծո Ագրիպինա, արևի տակ չենք, հանիր ակնոցդ, հանիր։ Այլապես ցույց չեմ տա քեզ նկարները, դե ընտրիր։ Այդ ինչ կապտուկ է։ Ինչ է պատահել, Ագրիպինա։ Ով է քեզ հետ այդպես վարվել։
Ներս արի։ Լազարո, շնորհակալ եմ, որ եկար ընկերս։ Վերջ դու։ Դե ասա, ինչով կարող եմ օգնել։ Բանն այն է, որ ես ցուկինս մտածեցինք ու որոշեցինք քեզ մի գործնական առաջարկություն անել։ Ուզում ենք, որ զբաղվես Անաստասիայի որոնման գործով։ Ես գիտեմ, որ քույրս չի մահացել, Լազարո։ Ես դա զգում եմ։ Վստահ եմ, որ Օվիդիոն է նրան թաքցնում։ Դուք գիտեք, որ ես ու Կատալինան երբեք չենք դադարել նրա որոնումները, բայց ժամանակի հետ նրան գտնելու հավանականությունը ավելի է նվազում։ Ոչ, ես քեզ հասկանում եմ, բայց լավ ժամանակ մի կորցրու։ Շարունակիր այդ գործը։ Բացի այդ, քանի դեռ այս վիճակում եմ, աչքդ մի հեռացրու վիդեոից։ Գտիր նրան, Լազարո։ Անձնատուր մի եղիր, աղաչում եմ։ Ես մեծ սպասելիքներ ունեմ, որ քրոջս ողջ եւ առողջ կգտնեք։ Այնպես որ հույսս քեզ վրա եմ դնում։ Նրա անհետանալուց ի վեր ես հանգիստ չունեմ։ Խնդրում եմ օգնիր ինձ։ Ես հիմա հերիկին կասեմ, որ նրան մի լավ տեղը դնի։ Ոչ, սպասիր, տեքրը, սպասիր։ Խնդրում եմ, ոչ ոքի մի ասա այս մասին։ Ես չեմ ուզում, որ ընտանիքի անդամներն իմանան այդ մասին, ոչ էլ Տոնին։ Աղաչում եմ քեզ։ Ես գիտեմ, որ Տեոբալդոն կզղջա իր արածի համար, ու այլևս նման բան չի անի։ Ես դա գիտեմ։ Նա ձեռք է բացրացել քեզ վրա, Ագրիպինա։ Դա հասարակ բան չէ։ Գիտեմ, Աքվիլես։ Սա ինձ համար ստորացուցիչ է։ Եթե մարդիկ իմանան, հասկանում ես։ Շնորհակալ եմ ընկերս։ Առայժմ։ Յոլանդա, Աղջիկս, ինչպես ես սիրելիս։ շատ լավ։ Իմ պաշտելի որդին, Աստված օրհնի քեզ։ Արի խենթուկս։ Ինչպես ես սիրելիս։ Յոլանդա, դե պատմիր, ինչպես անցավ ուղևորությունդ։ Շատ լավ, սիրելիս, շատ լավ։ Ես մեծ բավարարվածություն ստացա։ Պասեի պահում ու ամբողջ ժամանակ աղոթում էի։ Ես շատ ուրախ եմ, որ վերադարձել ես, մայրիկ։ Ես վերադարձա, որովհետև անհանգստանում էի տղաս։ Ինչի համար էր անհանգստանում։ Երբ տուն հասա, անմիջապես Մատեոյի սենյակ բարձրացա։ Ուզում էի նրան երախտագիտությունս հայտնել Տոնիի կյանքը փրկելու համար, բայց հետո շատ տարօրինակ բաներ գտա նրա սենյակում։ Տարօրինակ ասելով ինչ նկատի ունես։ Պատկերացնում եք, նրա սենյակում մի փոքրիկ շիշ կար թույնով լի, նաև մի քանի մոմեր ու անկողնու վրա էլ վանականի հագուստներ դրված, այնպիսի տպավորություն էր, ասես հենց Մատեոն լիներ վանականը։ Դու խոսեցիր Մատեոյի հետ։ Այո, իհարկե խոսեցի, բայց նա երդվեց, որ ոչ մի կապ չունի դրա հետ ու որ իրեն ուզում են մեղադրել, որ դա միտումնավոր են արել, բայց անկեղծ ասած որդիս, ես չհավատացի նրան։ Ողորմած Աստված, Յուբի։ Յուբի։ Ել ինչ է պատահել։ Հապա այս տարերին նայիր, վանական այս տարերով է հաղորդագրություններ ուղարկում։ Գրողը տանի որտեղից է գտար։ Հենց այնտեղից, մահճակալի տակից։ Արի տեսնենք։ Ոչ, համենայն դեպս եթե այս տան տիկինն այս մասին իմանա, գոհ կմնա մեզնից։ Ախ, ոչ։ Ինչ է պատահել։ Ինչ եք այդտեղ գտել։ Մնում եմ բոլորս մի անգամից Մատեոյի սենյակ մտնենք ու ստուգենք այն։ Իհարկե։ Բայց ինչպես պետք է դա անենք։ Նա անընդհատ իր սենյակում է։ Սենյակում է։ Սխալվում եք։ Էմիլիայից հարցրեք, թե նա ինչ է անում։ Յադիր ամոթ է, չէ։ Քեզ լուրջ պահիր, դու ոչ ոքի չես հարգում։ Լսեք ընկերներ։ Ճիշտ է, Յադիրան վատ բան արեց, բայց գլխումս մի միտք ծագեց։ Էմիլիա, լսիր։ Պետք է ուղիղ Մատեոյի սենյակ գնաս ու փորձես գտնել նրան։ Չգիտեմ, նրան մի տեղ տալ։ Միայն թե այնքան ժամանակ զբաղեցրու, մինչև նրա սենյակը մի լավ տակնու վրա անենք։ Դե, ինչ կասես։ Լավ, կանեմ։ Երկուսդ էլ դուրս եկեք սենյակից։ Դուրս, արագ։ Պարոն, բայց մենք պետք է մաքրենք այն։ Չլսեցիք, թե ուզում եք ուժով հանեմ ձեզ այստեղից։ Մի բան էլ ասեմ։ Ոչ ոքի չասեք այս մասին, այլապես կզղջաք։ Ոչ, պարոն, հանգիստ եղեք։ Մենք կլռենք, լուր կմնանք։ Աստված, սա ինչ է նշանակում։ Ով է այս սիրերն իմ սենյակ բերում։ Ասես, ինչ որ մեկն ուզում է, որ փոխարինեմ վանականին։ Տեսնես, ով է այսպես անում։
Ախ, որդիս, չգիտեմ։ Ես իսկապես շատ եմ անհանգստանում, շատ եմ մտահոգվում։ Մատեոն պատրաստվում է ինչ-որ բան անել, ու ես վստահ եմ, որ դա շատ շուտով կլինի։ Դե լավ, Յոլանդա, արի հանգստանանք, լավ։ Վատ բան չպետք է մտածենք։ Այս ամենը շատ տարօրինակ է ինձ համար, որովհետև վանականը շատ զգույշ է գործում։ Այնպես, որ նա չի կարող իր մտադրությունն այդպես բացեիբաց արտահայտել։ Այո, հնարավոր է։ Բայց մենք պետք է զգոն լինենք։ Հեռախոսն ինձ տուր։ Հիմա Ալվարեսին կզանգեմ ու կասեմ, որ հետևի Մատեոին։ Եթե նա է վանականը, ուրեմն նա ցանկացած բայի կարող է սխալվել։ Մենք կբռնենք նրան։ Ամենազորտեր արդեն մոռացել ենք, որ մի ընտանիք ենք, միայն այդ անիծյալ վանականից ենք խոսում։ Մենք մի կարգին նորության կարոտ ենք մնացել։ Գոնե մեկն ասի սիրահարվել է կամ երեխայի է սպասում։ Հանգստացիր, մայրիկ։ Նախ կբռնենք վանականին, ու հետո թորնիկների մասին նոր կխոսենք։ Ալո, Ալվարես։ Մի բարկացիր ինձ վրա, հայրիկ, ես միայն ուզում եմ իմանալ, չես ուզում արդյոք ճշմարտությունը պատմել Սանտիագոյին, որովհետև վաղ թե ուշ նա կպարզի Բորովսկիների մութ գործերի շարանը։ Սանտիագոն ոչինչ էլ չի իմանա, որովհետև դու նրան ոչ մի բառ չես ասի հիմար։ Ինձ մի վիրավորիր, հայրիկ, մի անպատվիր ինձ այլապես, ես Սանտիագոյին կասեմ, թե ինչի համար ես դու վարձել Վիոլետային։ Ձայնդ կտրիր, Սանտիագոն այս մասին ոչինչ չպետք է իմանա, ինչ գնով էլ լինի պիտի խուսափես դրանից։ Արդեն ուշ է, հայրիկ, Սանտիագոն շուտով կգա ու կհարցնի քեզ արդյոք, դու ես խանգարել նրա հարսանիքը։ Եթե Սանտիագոն գա ու հարցնի ինձ այդ մասին, ուրեմն դու նրան ինչ-որ բան ես հուշել։ Դու շատ լավ գիտես, որ ես հիվանդ մարդ եմ ու ինձ հուզվել չի կարելի, բայց դու հաճույք ես ստանում, երբ ինձ բարկացնում ես, այնպիսի տպավորություն է, կարծես իմ մահն ես ուզում։ Որքան որ փորձում աշխատանքից վրա կենտրոնալ, միևնույն է, չեմ կարող եմ Վիոլետային գրխտս հանել։ Նշանակում է դու ամբողջ սրտով սիրում ես նրան։ Ինչ օգուտ է դասերը չեմ կարող կիսել նրա հետ Ալեքսանդրը։ Վիոլետայի տարարկից հետո միայն այդ զգացմունքն է, որ ինձ ապրելու ուժ է տալիս։ Լավ Զարմիկ, հանգստացիր։ Հավաքիր քեզ։ Իջիր, որ բիզնեսը բիզնես է մնում։ Ոչ մի դեպքում, Սանտիագո, բավական է կրծքիդ տակ ամեն ինչ իրար խառնվի ու դու կկործանվես։ Վիոլետան սիրում է քեզ։ Միայն թե նա պետք է մտածի, պետք է ծանրու թեթև անի։ Իսկ ինչու դա ինձ մինչև ամուսնանալու չես ասել։ Դե որովհետև նրա մոտ սիրո արտահայտումը շատ բուռն էր երևում։ Կանայք այդպիսին են, մենք մաքուր, իսկական հույզերով ու զգացմունքով ենք առաջնորդվում։ Իսկ դուք ոչ։ Դուք ավելի պրակտիկ եք, այսօր դու ես, մյուս օրն ուրիշը ու հետո ցտեսություն։ Ոչ, սպասիր։ Ինձ բոլորի հետ մի համեմատիր։ Ես այդպեսին չեմ։ Դե իհարկե, բոլոր տղամարդիկ էլ նույնն են։ Սանտիագո, լսիր, մենք ամեն ինչ ծանր ու թեթև ենք անում ու նոր վճռական քայլի դիմում։ Իսկ դուք միայն բնազդով եք շարժվում։ Գոնե մի փոքր հնարավորություն տուր Վիոլետային, նա քեզ շատ է սիրում։ Դուք շատ եք պայքարել միասին լինելու համար, ու ես գիտեմ, որ այդպես էլ կլինի։ Շնորհակալ եմ, Ալեքսանդրա։ Քո բառերը հուսադրում են ինձ։ Իսկ դու հորեղբայր։ Շուտ ապակին իր, որովհետև թե տանը թե խանութում մի շարք խնդիրներ են ծագել։ Առայժմ։ Որտեղ է Գրեգորյան։ Ես քրոջս ետևից եմ եկել։ Շատ եք ուշացել տիկին։ Վաղ գոյտան մի քանի րոպե առաջ տաքսիով տուն գնաց։ Ինչ։ Դու թողեցիր, որ նա մենակ գնա Մակո։ Հանգստացեք, խնդրում եմ։ Նա ինձ ասաց, որ ուզում է սովորել, ինքնուրույն լինել, ու որ միայն փոքրքեն են տրանսպորտից օգտվում։ Ներեցեք ինձ, բայց դա ասաց։ Բայց Մակոյս էր ասաց, եթե փողոցում նրա հետ մի բան պատահի։ Ոչինչ չի լինի։ Երբ նա ինձ մոտ եկավ ու ասաց, որ ուզում է տաքսիով գնալ, ես իմ տանը տաքսով առողջին զանգեցի ու ասացի, որ գա նրա հետևից։ Հետո իմ աչքով տեսա, թե ինչպես գոյտեն դուռը բացեց ու ինձ ստեց մեքենան։ Ընկերը շատ լավ տղա է, այնպես որ ես համոզված եմ, որ նա նրան ողջ եւ առաջ տողում կհասցնի։ Երբեմն զարմանում եմ, որ այդքան բան ես անում քրոջից համար։ Դա որովհետև ես սիրում եմ նրան։ Ես նրան իրոք սիրում եմ։
Գիտես ինչ Մակո։ Չեմ կարծում, թե դա սեր կարելի է համարել։ Ես քո դեպքը ուսումնասիրել եմ եւ կարծում եմ, որ քրոջս հանդեպ քո զգացմունքը կարեկցանք կարելի է համարել։ Ես մենակ առանց որևէ մեկի օգնության տաքսի կանչեցի ու եկա որպեսզի տեսնեմ քեզ Յոլանդա։ Գիտես, ես արդեն ինքնուրույն աղջիկ եմ։ Ախ, սիրելիս, ինչ լավ է։ Մի քանի օր այստեղ չեմ եղել, բայց արի ու տես, թե դու որքան ես փոխվել այս կարճ ժամանակահատվածքում։ Հայրիկ, ես ուզում եմ խոսել քեզ հետ հենց հիմա։ Ուզում եմ, որ միայն ես եւ դու խոսենք, ուրիշ ոչ ոք։ Հանգիստ եղիր, հայրիկ, երբ Կոնստանսան այսպիսի վիճակում է լինում, ես շատ լավ գիտեմ իմ անելիքը։ Ես պետք է լոգան կընդունեմ ու փոխեմ շորերս, որովհետև աշխատանքից եմ գալիս։ Ինչ հրաշալի է, որ վերադարձել ես։ Աստված օրհնի քեզ, սիրելիս։ Գնա, աղջիկս, գնա։ Նախ եւ առաջ կամաց խոսում Կոնստանս։ Երկրորդ, ինչ որ պիտի ասես, Յոլանդայի ներկայությամբ ասա, որովհետև ես նրանից ոչինչ չեմ թաքցրել։ Այդ դեպքում ինչու ես ինձնից որոշ բաներ թաքցրել։ Օրինակ այն, որ երազների խաչի միակ օրինական սեփականատերը ես եմ։ Ինչու ես դա չես ասել։ Երբեմն մարդ շփոթում է իրերը Մակո։ Դու տեսնում ես, որ նա անպաշտպան է ու ուզում ես պաշտպանել նրան։ Ոչ սպասեք, ինձ այդպեսի հիմարություններ մի ասեք։ Գիտեք ես ում եմ խղճում, Բոբին։ Իսկ գիտեք Բոբին ով է։ Իմ նախկին հարևան խանութպանի շունը, այն է Բոբին, այն փողոցային շունը։ Ամեն անգամ եկա նրա ուտելիքով տոպրակի վրա էր հարձակվում։ Մարդիկ ոչ հարևացում էին նրան։ Դրա համար ինքս ինձ ասում է Աստված, իմ խեղճ կենտրոնի։ Ես շատ եմ խղճում նրան, որովհետև ես նրան շատ եմ սիրում։ Մակո, միգուցե Ոչ, այդեղ չհարություն հասկանում եք։ Ձեր քույրը ոչ իմանով պակաս չէ ոչ ինձանից, ոչ ինչ-որ մեկից, ու առավել ես փողոցային շունից։ Գոյտան, մեծ տարով մարդ է, նա հրաշք է, ամեն օր սովորեցնում է ինձ ապրել, հասկանում եք, ամեն օր։ այո, հասկանում եմ Մակո։ Ոչ, չեք հասկանում, Գոյտան թույլ է աղջ է, որ նա շատ խնամքի կարիք ունի։ Գոյտան ձեզանից էլ ինձանից էլ ավելի ուժեղ է, որովհետև որացոր ջանում եք կայացեց մարդ դառնալ։ Ահա որ էր բան, թե որը մեկ ես թղության տակ ես ու սպասում ես նրան քեզ ինչ կասի, որ նրա ծծով շարժվես։ Գիտեք ինչ, այդքան ժամանակ եք տարել նրա մասին, բայց դեռ չեք ճանաչում նրան։ Եթե ուզում եք մի քանի օր հետո կգաք ու ես ձեզ նոր Գրեգորիայի հետ կծանոթացնեմ, ու դուք նրանց գրքերի կճանաչեք։ Այդ դեպքում կտեսնեք, որ Գոյտային չսիրելն ուղղակի մեղք է։ Ինձ դա Վալենտինոն ասաց, նա մայրիկի ընկերն է եղել ու շատ լավ ճանաչում է նրան։ Նա ասաց, որ դեռ շատ բաներ կպատմի ինձ։ Այդ հիմարը Հելենայի ընկերը չի եղել, այլ սիրեկանը։ Այդ սիրեկան գալիս ու քաղցր բառերով շողոքորտում էր մորդ, փորձում էր խափանել մեր ամուսնությունը։ Խնդրում եմ, այդպես մի բարկացիր, հանգստացիր։ Իսկ դու գնա սիրելիս հետո կխոսես հայրիկիդ հետ։ Ոչ, բայց ախր Վալենտինոն երդվեց, որ խաչն ինձ է պատկանում։ Այդ տանիցյալը սատանա է, խորամանկախվեց։ Մի հավատա նրան, խաչն իմն է, այն ինձ է պատկանում ու հավիտյանային թաքստոցում կմնա։ Ուրեմն ես չեմ հանգստանա, մինչև չապացուցեմ, որ մայրիկն այդ զարդն ինձ է կտակել, խաչն իմն է։ Ես գործ կհարուցեմ քո դեմ, կապացուցեմ, որ տիրացել ես իմ ժառանգությանը։ Տեքրս, ես վախենում եմ տուն վերադառնալ։ Ախր այդ վանականը, գիտես, ես կարծում եմ, որ նա կրկնօրինակ ունի, որ նրանք նմանակում են մեկը մյուսին, հենց մեկին սպանում են, նորն է հայտնվում։ Բայց այդ տանը միայն վանականը չէ, որ վախեցնում եմ մեզ։ Այո, մյուսը պարոն Տոնին նկատի ունես։ Այո, նրան։ Նա այնպես է մեզ հետ վարվում, ասես իր խաղալիքները լինենք։ Ես մենք պայքարում ենք նրա ժառանգության համար, իշխանության ու բարասիրության համար։ Նրա ոտքերն ենք ընկնում։ Այո, որքան ամոթ է։ Մեր ընտանիքը խղճուկ է, չէ՞ Տեքրս։ Ագրիպինա, ինչ ես կարծում։ Իսկ եթե փախչենք, հեռանանք այստեղից, գնանք ասենք մի հեռու կղզի։
Ճիշտ է, աղքատ կլինենք, բայց երջանիկ։ Հրաշալի միտք է, բայց նաև մի քիչ խենթ է։ Իրոք դա խենթություն է, Տեքրս։ Ես ամուսին ու երեխաներ ունեմ եւ ուզում եմ վերականգնել ընտանիքս։ Հասկանում ես ինձ։ Հասկանում եմ, հասկանում եմ։ Թող ցանկությունդ իրականանա Ագրիպինա։ Դու շատ լավ ընկեր ես։ Իմ ընկերներից ամենալավը, ամենանվիրվածը։ Լավ, հիմա պետք է տուն վերադառնամ, թե չէ ամուսինս ինձ նորից կխփի ու աչքից տակ նոր կապտուկ կառաջանա եւ շատ տգեղ տեսք ունենամ, այնպես չէ։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, Տեքրս։ Ցտեսություն։ Փողոցանք այդ ժամանակ այստեղ գան։ Ես սիրով կսպասեմ քեզ Ագրիպինա։ Քո թույլտվությամբ։ Արի, փակիր տուրը։ Օրնիկս, ուզում էի լսել քեզ։ Դե քանի որ Աուրելիոն հիմա այդ վիճակում է, ես միայն քեզ կարող եմ վստահել։ Դե ուրեմն ասա, ինչ ես ուզում որ անեմ։ Ինչով կարող եմ քեզ օգնել։ Ուզում եմ, որ փոխարինես ինձ ու այնտեղ նստես, իմ աթոռին։ Ոչ, ես չեմ կարող դա անել։ Սա քո աշխատասենյակն է եղել, ու այդպես էր կլինի։ Ու բացի այդ, ես չեմ ուզում փոխարինել քեզ, պարզապես ուզում կատարել քո բոլոր հանձնարարությունները։ Ես քո հարցում չէի սխալվում, տղաս, չէի սխալվում։ Աստված իմ բոլոր երեխաներից ու թոռներից դու ես իմ միակ ապավենը, որին կարող եմ վստահել իմ ընտանիքի գործերը։ Հուսով եմ չեմ հիասթափեցնի քեզ, բայց մինչև աշխատանքը սկսել է, պապիկ։ Ուզում եմ ինձ համար մի քանի բան պարզել։ Ասա, Խնդիրը Վիոլետան է։ Ասա, դու որևէ կապ ունես կատարվածի հետ։ Ոչ, Ոնց դու ես այդ հարցանիքը խափանել։ ոչ, պարոն, ոչ։ Ես քեզ ասում էի, որ համաձայն եմ այդ ամուսնությանը, եթե իհարկե այն քո սրտով է։ Իթե չեմ ապացուցել քեզ։ Այո, Դրա համար էլ ուզում եմ, որ դու գտնես նրան։ Փնտրիր այդ աղջկան, փնտրիր Վիոլետային, ուզում եմ, որ նա գա ու անձամբ ինձ պատմի, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ ոչ, վերջ տուր Անաստասիա, Պադիլան չէր վանականը։ Այդ ամենը ներկայացում էր, որ Օվիդիոն է բեմադրել, որպեսզի սպաներ Պադիլանին։ Նա գիտեր, որ վաղ թե ուշ այդ մարդը կմատնի իրեն։ Վանականները գալիս ու գնում են, իսկ դեռ չգիտեմ, թե որտեղ է Ալեքսանդրան։ Անցյալ գիշեր ահավոր երազ եմ տեսել։ Իբր նա մի մութ սենյակում էր ու հուսահատված ձեռքերը պարզած օգնություն էր խնդրում ինձնից։ Ոչ, սիրելիս, հանգստացիր։ Դա ընդամենը երազ է եղել։ Այն ինչի ու Սանտիագոյի հետ կատարվեց։ Ազդել է քեզ վրա, այդ պատճառով էլ նման երազ ես տեսել։ Իսկապես, կարծում ես նա հիմա լավ է։ Լսիր, եթե ինձ օգնես ապացուցել, որ Օվիդիոյի վանականի մասին իմ վարկածը ճիշտ է, ես քեզ խոստանում եմ, որ մենք Ալեքսանդրային ողջ եւ առաջ կգտնենք։ Սա ապացուցում է, որ վանականը Պադիլան է։ Իսկ Սանտիագոյի ու Աուրելիոյի վրա կատարած հարձակումը մեկ ուրիշի ձեռքի գործն է, նրա ով ուզում է բանականի դիմակի տակ թաքնել։ Դա իմ տեսակետն է ու ես պատրաստ եմ ապացուցել։ Տես, պապիկ, դա այն զարդերով լի ճամպրուկն է, որ դու էիր ինձ տվել, որպեսի թաքցնեմ։ Իսկ այդ ճամպրուկն ինչ գործ ունի մատուռում։ Ես պատրաստվում էի այն վանականին տալ, որպեսի նա ինձ ասի Անաստասիայի տեղը։ Բայց բանականը խփեց քեզ։ Որովհետև այնպես ես քայլում ասես մինչև այդ քեզ հարվածել են։
Այո, երբ նրա հարվածից ու շատ թափվել ընկել եմ, երևի գլուխս ինչ-որ տեղ եմ խփել։ Բայց դու այդ իրավիճակը շատ շուտ հաղթահարեցիր, որովհետև պատվին սպանելուց հետո շատ էլ լավ էր քայլում։ Բայց շատ տարօրինակ է, որ պատվին չի տեսագրել քեզ, չէ՞։ Որովհետև վանականը միշտ տեսագրում է իր զոհերին։ Օրինակ ինձ վրա հարձակվող անձնավորությունը կարծես թե հաճույք է ստանում տառապելը նկարելով։ Չես կարծում, որ դա տարօրինակ է, եղբայր։ Վիդեո ուժերդ կենտրոնացրու ու բռնիր այդ մարդուն, ինչպես դու ես ասում, վանականի նմանակին։ Ով էլ որ լինի, ինձ չի հետաքրքրում։ Ինչ է սա, Խոսեիտո։ Ինչու ես այդ նկարը կախում, եթե ես քեզ ասել էի, որ այն իջեցնես պատից։ Հայրիկն է հրամայել, որ կախենք։ Չեմ հավատում։ Հաստատ քո մատն է այստեղ խառը։ Իհարկե վրեժդ այդպես ես լուծում, որովհետև անցյալ երեկո եկար ու ժառանգություն պահանջեցիր, բայց այդպես էլ դատարկա ձեռն հեռացար։ Վերցրու այդ նկարն այդտեղից տղա։ Եթե հայրիկին հարցնես, կտեսնես, որ ես ճիշտ եմ ասում։ Նա բարկացավ, երբ տեսավ, որ նկարն իր տեղում չէ, ու խնդրեց, որ այն նորից կախենք պատից։ Ինչ կարծիքի ես։ Ինչի մասին։ Ինչ։ Ինչ եղավ աչքս։ Ախ, աչքս ջղաձգվեց։ Տեսնում ես, եթե մի աչքանի մնա, մեղավորը դու կլինես։ Իսկ ես զգուշացնում եմ, որ այս տանտիրուհին ու հայրիկիս սրտի թագուհին մայրս է, Հելենա Բորովսկին։ Դու դեռ կտեսնես։ Ցած իջիր, Խոսեիտո։ Հելենա Բորովսկին մահացել է ու որքան էլ դժգոհեք, այնուամենայնիվ հիմա ես եմ հայրիկից կինը։ Soy yo. Նետեք։ Ներեցեք։ Վերցրու սա, նվերը, հիվանդանոցի կողմից։ Անչափ շնորհակալ եմ Զարմիկ, բայց դրա կարիքը չկա։ Ոչ այնքանն է, օգտագործիր։ Տեսնենք։ Ահա այսպես։ Երիտասարդ, շուտ էլ վարժվեցիր։ Ես հաճույքով դրանով կցատկոտեի հատակին։ Այ հիմա պիտի վանականը ոչնչացնի քեզ։ Ուր պիտի վազես այդ վնասված ոտքով, որ եղբայր։ Դե լավ, եթե ինչ-որ բանի կարիք ունես, խնդրում եմ ինձ տեղյակ պահիր։ Ես քո տրամադրության տակ եմ, ձեր թույլտվությամբ։ Չգիտեմ, Աուրելիո, բայց Լեոնն ինձ մի քիչ վախեցնում է։ Տոնի, միթե դու ես հրամայել, որ Հելենայի նկարը նորից իր տեղում կախեն։ Այո, Յոլանդա։ Ասում էի, չէ՞։ Դե ասա, լավ բան է, երբ դիմացինդ քեզ մի լավ քո տեղն է դնում։ Այո, տան միակ տիկինը մայրս է, մեծն Հելենա Բորովսկին։ Կոնստանսը կարիք չկա որևէ մեկին վիրավորելու։ Պապիկ, ես ավելի լավ է գնամ, հետո կխոսենք։ Մոռանաս այն ինչ ասացի, ես չեմ ուզում այդ հարցը հենց այնպես թողնել։ Յոլանդա, այդ դիմանկարը ընտանիքի մի մասն է։ Հելենան ինքն է այն այստեղից կախել։ Ինչու է այն քեզ այդքան խանգարում։ Խոսեիտո նկարն իր տեղը դիր։ Բայց Տոնի ես։ Այս տանտիկինը դու ես ու կարիք չկա, որ մի նկարի պատճառով բորբոքվես։ Հելենա Բորովսկին իմ կյանքի մի մասն է կազմել, նա երեխաներիս մայրն է։ Ես չեմ կարող ու չեմ ուզում այս ընտանիքի հիշողությունից ջնջել նրան, պարզ է։ Ես վստահ եմ, որ Օվիդիոն է վանականը։ Հիշում ես, մենք մտածում ենք, որ նա ուզում է սպանել մեզ։ Այն էլ քանի անգամ Օվիդիոնի ամեն Միքայելը գիտի ու հսկում է, ասեսին մասին տեղեկագիրք ունի իր մոտ։ Ես արդեն հիմքեր ունեմ նրան մեղադրելու համար։ Վանականը ուզում էր սպանել Սանտիագոին, որովհետև այն տեսայերիզը նրա մոտ է։ Իսկ միակ մարդը, որ շահագրգռված էր, դա Օվիդիոն է։ Սպասիր, մի շարունակիր։ Երբ նման բաներ ես ասում, մտածում եմ, որ ես սատանայի կամ էլ 7 գլխանի հրեշի հետ եմ ամուսնացել։ Դրան էլ գումարած այն, որ ես իմ հայտնվելով նրա գործը ավելի հեշտացրեցի։ Այո, ճիշտ ես ասում, ու գիտես ինչն է հետաքրքիր։ Այն, որ դու հենց սկզբից կասկածել ես Օվիդիոյին։ Այո, Սանտիագոյի մոտ հայտնված Պադիլայի այն տեսաերիզն էլ հաշվի առնելով, հաստատ կարող ենք ասել, որ Օվիդիոն է վանականը։ Դա պարզ է այնքան, որքան 2 անգամ 2-ը հավասար է 4-ի։ Դուրս եկեք այստեղից, ոչ մի ծառայող չտեսնեմ։ Ես պետք է անվտանգության տեսախցիկներ տեղադրեմ։ Երեքիդ է վերաբերվում։
Ներեցեք ինձ։ Բայց եթե վանականը սպանված այդ դեպքում տեսախցիկների թիվը ինչու եք ավելացնում։ Արա այն ինչ ասում եմ Սևուկ, ես քո պետն եմ ու շատ լավ գիտեմ թե ինչ եմ անում։ Բայց շատ որ բան ստացվեց Պադիլայի հետ։ Ախր չեմ հասկանում։ Գլխիս մեջ չի տեղավորվում, որ Պադիլայի նման անշահախնդիր ու բարի մարդը կարող է վանականը լինել։ Լսիր տղա, ձայնդ կտրիր ու աշխատիր, թե ուզում ես դու էլ նրա կողքին հայտնվել։ Գործի անցիր։ Աուրելո, հիմա այնքան այս ու այն կողմ կգնաս, որ հատակը կփլվի երիտասարդ։ Տարին ձեստեղից խնդրում եմ։ Բայց ինչպես, չես կարծում, որ դու դեռ մի քիչ թույլ ես։ Սպասի, ինձ ներ Անաստասիա։ Դու կարծիքով ես հիվանդի տեսք ունեն։ Ոչ, իմ կարծիքով դու հրաշալի տեսք ունես, ուղղակի ցնցող ես։ Երբ այստեղից դուրս գանք, քեզ բրազիլական ֆուտբոլի թիմում կընդգրկեմ որպես ռմբարկու, ինչ կասես։ Լսի, մենք այստեղ զուր ժամանակ ենք վատնում, իսկ Օվիդիոն հիմա իմ գրասենյակում իրեն տեր ու տիրակալ է զգում։ Ինձ Օվիդիո գրասենյակ տար։ Համոզված եմ, որ այս ամենի բանալին նրա տեսա երեսների մեջ է։ Իսկ ինչպես քեզ այստեղից դուրս բերեմ, եթե բժիշկը քեզ դուրս չի գրել։ Ես ինքս եմ դուրս գալիս։ Արի, ամեն ինչ հավաքիր ու գնանք։ Ախ, Տեր Աստված, ինչ համառ է այս տղան գրողը տանի։ Ինչպես չօգնեցի այդ պահից։ Եթե ես սպանեի Աուրելիոյին, դա պատահականություն կդիտվեր։ Դրանք ասես սանմահ լինեն, ասես 7 կյանք ունենան։ Ավելի շատ հեշտությամբ կարող է երկուսին էլ սպանել։ Լսիր, հորեղբայր, այս աշխարհում ընդամենը մի ուժեղ մարդ գոյություն ունի ու դա ես եմ։ Դու հնարավորություն ունեցար որոշել, թե ում կողմից ես։ Դու իմ դեմ դուրս եկար, այն մարդիկ, ովքեր իմ դեմ են դուրս գալիս, լքում են այս աշխարհը։ Այո, ես արտասովոր Անաստասիան եմ, և ինչ։ Աղն ավարտված է, ես հոգնել եմ, ու անելիքս հենց քեզանից կսկսեմ Անաստասիա։ Բոլորը կիմանան, որ դու խուլը չես, որ խուլ ես ձևանում միայն որպեսզի քրոջդ ամուսնու հետ լինես։ Նույնիսկ սեփական աղջիկդ կատի քեզ։ Զգուշ երիտասարդ, եթե ուզում ես, մյուս անգամ էլ կարող են գերեզմանոց գալ։ Յադիրա, տանը ոչ ոք չպետք է, մենք պատի կյանցերի հետքերն ենք փորփրում։ Բայց մենք սխալ տեղ ենք ընտրել, որտեղ Օվիդիոն այստեղ տեսախցիկներ ունի տեղադրած։ Դեռ մի քանի ստար խոհանոցում են։ Լուրջ ես ասում։ Եթե կամաց խոսենք լույսը չվարենք, նա ոչինչ չի հասկանա։ Լսեք ինձ, այսօր մայրիկը մինչ որ ուսանոցի մասին էր խոսում, որտեղ տատեկին ֆակի տակ են պահել։ Միգուցե նա այնտեղ է մահացել։ Սպասեք, միթե չէինք որոշել, որ պիտի Մատեոին հանենք իր սենյակից։ Ախր չենք հասցնի միաժամանակ այդքան բան անել։ Լսեք, ճիշտ եք ասում։ Նախ եւ առաջ պիտի երիտասարդին հանենք այնտեղից, իսկ հետո այդ հարցը կլուծենք։ Ուսանոց կգնանք։ Լավ, Հրաշալի է։ Հրաշալի է, ինչն է հրաշալի հիմար, այդ ուսանոցի հասցեն ասա։ լսեք, հիմա դա մի քննարկեք լավ, եկեք նախ Մատեոյի գործն ավարտենք։ Հուսով եմ, որ վանականը Մատեոն չէ։ Ախր ճշմարտությունը շատ դառն է։ Ես չեմ ուզում, որ նա իմ պատճառով կռվի իր պապիկի կամ հոր ու ամբողջ ընտանիքի հետ։ Ու ոչ էլ ուզում եմ, որ ատի ինձ։ Դրա համար էլ տիկին Ագրիպինային ասացի, որ ես կհրաժարվեմ նրանից։ Ներեցեք, որ նրանց զգուշացնելու եկամ։ Բայց ես պետք է խոսամ քեզ հետ, Վիոլետա։ Ես ուզում եմ, որ դու ինձ բացատրես։ Մատեո, սերիմ, ես ուզում էի քեզ կինո հրավիրել, միգուցե։ Ոչ, ավելի լավ է դուրս գամ։ Ոչ։ Դու չես կարող իմ գնալ։ Ոչ։ Ուրեմն ճիշտ է, որ դու ես վանականը։ Ոչ։
Կան բաներ, որոնց մասին դու ոչինչ չգիտես։ Դու ինձ չես սիրում։ Դա է խնդիրը։ Եթե այդպես է, ճշմարտությունն ասամ։ Ոչ, ես քեզ շատ եմ սիրում։ Ու դրա համար էլ չեմ ուզում, որ միասին լինենք։ Վիոլետա, ես քո կարիքն ունեմ։ Չգիտեմ կյանքս ինչպես կդասավորվի։ Եթե հանկարծ լքես ինձ։ Մորակուր Պրոմելյան ասում է, որ դու ես սպանել Մարիա Գրացիային։ Ինչու ես վանականի ճանկերը դրել Մատեո, ինչու։ Ես ուզում էի ինձ վանականին դերում պատկերացրել, մտածում էի միգուցե եթե ինձ նրա տեղը դնեմ, կիմանամ թե ընտանիքից ով է, այդքան սառնասրտորեն խաղում բոլորիս հետ, բայց ես չեմ մարդասպանը, ես չեմ Էմիլիա, հավատա ինձ։ Ոչ, Մատեո, թող ինձ։ Ոչ, սպասիր։ Դա անդետեցություն է։ Սպասիր Էմիլիա, սպասիր։ Հանգստացիր, հանգիստ Էմիլիա, ես բաց կթողնեմ քեզ, բաց կթողնեմ, միայն թե հավատա ինձ, խնդրում եմ։ Այո, լավ։ Հանգիստ Էմիլիա, վանականն ուզում է կործանել ինձ, նա ուզում է վերջ դնել իմ կյանքին, ավելին։ Եթե ես լինեի վանականը, եթե ատեի պարոն Տոնիին, ինչու պիտի փրկեի նրա կյանքը, միթե չես գիտակցում։ Չգիտեմ, Մատեո, ցավում եմ, բայց ես չեմ կարող հավատալ քեզ։ Ես անհանգստանում եմ Էմիլիայի համար, մենք չպետք է այսպիսի վտանգավոր բան պլանավորեինք։ Հանգիստ Կլեմենտինա, երբ Մատեոյի հարցը լուծենք, կմտածենք, թե ինչպես ուսանոցի պատմությունը պարզենք։ Ընկերներ, ինչ է պատահել։ Կարիք չկա, որ Մատեոյի սենյակ մտնենք, ես նրան վանականի ճանկերը ձեռքին տեսա։ Ինչ ասաց նա քեզ։ Նա վնասեց քեզ։ Ոչ, նա ինձ նույն բանն ասաց, ինչ որ նախորդ անգամ էր ասել, այն որ վանականն ուզում է մեղադրել իրեն ու որ ինքը վանականի շորերը հակել է, որ հասկանա թե ինչ է այդ մարդասպանը զգում։ Ինչպես կարող է վանականի նման հագնել միայն որպեսզի կիմանա, թե ինչ են ասում։ Տեսնում եք, որ մայրս ոչ մի կապ չունի դրա հետ։ Նիկոլաս, եկեք հենց այսպես էլ կանգ առնենք։ Թող Օվիդիոն ու Աուրելիոն հետաքրքրվեն այս գործով, ես զգում եմ, որ Էմիլիային վտանգ է սպառնում։ Այո, ճիշտ ես։ Այո։ Ավելի լավ վճռական քայլի դիմենք։ Լսի դիադիրա։ Չմոռանաս Մարիկի տատիկ իրերի մասին հետաքրքրվել։ Իսկ ուսանած գնալու միտքը դեռ ուժի մեջ է։ Դե լավ, շարժվենք։ Եթե այդպես է, ուրեմն շատ գործ ունենք անելու, գնացինք։ Էմիլիա։ Այստեղը պետք է նարնջի հյութով խմես։ Հապա տեսնեմ։ 1 ժամ հետո հակաբորբոքայինը, իսկ դրանից կես ժամ անց մյուսը։ Այս տեղերից ստամոքսս ցավում է արդեն։ Ուրեմն ավելի լավ է Լեոնի հետ խոսիր ու ասա թթվայնության համար դեղի չափաբաժին ավելացնի տունի։ Եղածն էլ բավական է, դա ստամոքսս ավելի շատ է այրում, քան դեղերը։ Այո, ներիր ինձ Հելենայի նկարի հետ կապված միջադեպի համար։ Ինչ պիտի փոխվի, եթե այդ նկարն այնտեղից կախված մնա, միևնույն է, նա մահացած է։ Այդպես է։ Այդ հիմարության համար բարկանալով հաճույքի պատճառով երեխաներից Յոլանդա։ Դու տան հարցեր ես զբաղվիր, դա է քո պարտականությունը, դու պետք է ապացուցես, որ կարող ես Հելենայի նման կամ նրանից լավ տանտիկին լինել։ Ինչ է նշանակում կարող եմ։ Այսինքն ես դեռ նրա մակարդակին չեմ։ Ոչ։ Ինչ ես ուզում ասել, որ նա ինձնից լավ տանտիկին էր, այո։ Յոլանդա, խնդրում եմ, դու ամբողջ կյանքում այս տանն ես աշխատել ու լավ ծառայող ես եղել, բայց տնային տնտեսու եւ տանտիկին լինելը տարբեր բաներ են, հասկանում ես։ Una excelente dueña de casa, hay mucha diferencia. Ուրեմն շատ եմ ցավում, բայց ես չեմ ուզում ու ոչ էլ կարիք կա, որ Հելենային նմանվեմ, որովհետև ես միայն ինձ եմ նման։ Սպասիր, ոչ։ Ես վիճելու տրամադրություն չունեմ, ոչ, ուզում եմ սենյակ գնալ, արի ինձ հետ խնդրում եմ, այս հիմարության համար չարժե վիճել, ամբերություն չունեմ դրա համար Յոլանդա, խնդրում եմ։ Դե օգնիր ինձ։ Հարկ Աստծո, որ վանականը չի վնասել քեզ։ Դու պետք է դուրս գաս այդտեղից։ Այդ հոգեկանը ցանկացած պահի կարող է նորից հարձակվել։ Ինչու ինձ հետ չես գալիս Վիոլետա։ Ես հասկանում եմ, որ երկուսիս համար էլ սա շատ դժվար է, բայց մենք ոչինչ չենք կարող անել։ Դե իհարկե կարող ենք սիրելիս, ես սիրում եմ քեզ։ Եթե համաձայնվես, մենք հենց հիմա միասին կգնանք։ Ես կլրացնեմ նրանց բոլորին։ Ես քեզ արժանի չեմ, դու ավելի լավին ես արժանի։ Հասկացիր, որ ես խայտառակ անցյալ եմ ունեցել, ուրիշ կյանքով եմ ապրել։ Իմ պատճառով մարդիկ քեզ այլ աչքերով կնայեն, իսկ ես չեմ ուզում, որ այդպես լինի։ Դա մեր երկուսի որոշումն է, Վիոլետա։
Խնդրում եմ սերիմ, թույլ տուր։ Դուր ապացուցել քեզ, որ մենք կարող ենք հավերժ միասին լինել։ Սխալներ, թույլ տվողը ես եմ եղել ու դրա համար այս որոշումն ինքս եմ կայացնում։ Ես բամբասանք չեմ ուզում, նախատինք չեմ ուզում, որ դու տարապես։ Ես սեր Աստծո։ Արի նախ սկսենք մեր կյանքը կտեսնես, որ ես չեմ տարապում Վիոլետա։ Մինչև երբ եմ մինչև կեղծիք լինելու։ Ասա ինձ։ Ինչու անկեղծ չես ասում, թե ինչ է իրականում եղել։ Մանրամասնություններն էական չեն։ Մեր միջև ոչինչ չի կարող լինել։ Երբևէ բացիկի վրա չես կարդացել, եթե մեկին սիրում ես, ազատություն տուր նրան։ Շատ ճիշտ է ասված։ Ես ուզում էի խոսել քեզ հետ փոքրիկ աղջիկ։ Ընթերցանության համար գրքերի ցուցակն արդեն ունես։ Ինչ պատահեց, կանգ առ, 100 կիլոմետր առաջ ես ընկնում։ Գրքերը։ Լսիր պարավս, ես ուզում էի քեզանից հարցնել, թե Հելենայի այն նկարի պատմությունը ինչպես ավարտվեց։ Քեզ ճնշեցին, խեղճ պարավս։ Մեղավորը ես էի սիրելիս, ի վերջո Տոնիի երեխաներն իրավացի են։ Այդ կինը նրանց մայրն է ու նրանք բոլոր իրավունքներն ունեն իրենց մոր հիշատակը պահելու համար։ Բայց դու այդպես մի մնա։ Դու չես բացում այդ հանգուցյալի սենյակը։ Այդ սենյակը տարիներով փակ է եղել, այդպիսով կլռեցնես այդ խելագարներին, նրանց չարժե զայրացնել։ Ոչ, ես այդ սենյակը ոտք չեմ դնի, որքան էլ ինձ խենթ համարեն։ Բացի այդ, Հելենայի մահանալուց ի վեր այդ սենյակի դուռը դեռ չի բացվել։ Լսիր տիկին, ճիշտ է, որ նա ուսանոցում է մահացել։ Քեզ ինչ եղավ աղջիկ, բավական է հարցուփորձ անես։ Գնա դասերդ սովորիր, գնա սովորիր, թե չէ տան մաքրությամբ կզբաղվես։ Դե լավ, բավական է, վերջ, կարծես։ Լռիր վերջապես։ Հելենայի սենյակը։ Նրա մահանալուց հետո ոչ ոք այստեղ չի մտել։ Բաց է։ Չի կարող պատահել։ Անիմասիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունդ հորինված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիկ է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույրից ես քեզ զուլված եմ ինչքան ես լուր հավատում եմ քեզ այնքան ուժեղ այս շղթայված